եթե մենք մեր մշակույթը չենք պաշտպանում, մեր ինչին է պետք է պետությունը։ Մեր պետությունը նմանվում է Mercedes-ի նշանով վատ քշվող Ժիգուլի, որպեսզի հետագայում այդ գայթակղությունը չլինի ստեղծել ավտոկրատ համակարգ, աշխարհի շատ երկրներ կիրառում են այսպես կոչված երկպալատ համակարգեր։ Եվ դա որոշակի կայունություն է ապահովում այն տեսանկյունից, որ քաղաքական փոխվող քամիներին պարլամենտը դիմադրում է։ Որոշ դպրոցներում կմցած է, որ լավ սովորի, որ լավ ապրես։ Սա շատ վտանգավոր է, ինչու որովհետև իրականում ինձ ու քեզ մեծացրել են ասելով լավ սովորի, որ լավ մարդ դառնա։ Պետության օղակները, պետության ինստիտուտները օգտագործելով մարդկանց անձնական կյանքը դարձնել հանրային քննարկման առարկա, վերևից ներնկել իրենք զբաղված են միայն ռեպրեսիաներով, այլ բաներով իրենք պիտանի չեն։ սպանությունների թիվը, վրեժխնդրությունները, Անհասկանալի աղանդներ եւ այլն կամ տարբեր տիպի կառույցներ, որոնք շատ դեպքերում արգելված են աշխարհի, հենց արևմտյան աշխարհի շատ երկրներում, ներխուժել են Հայաստան եւ ազատ կերպով գործում են։ Պետությունը ամբողջապես դարձել է մեկ քաղաքական ուժի ձեռքի գործիքը նրա իշխանության պահպանման, Արհեստական կերպով ստեղծած ադրբեջանական ուժեղանումը, իսկ մեր հարյուրամյակներով գործող այդ կենտրոնները հայագիտական այլևս կգնալու վերանում են։ Դե մենք նախորդ անգամ Արմեն ջան քննարկեցինք էլի ինչպես ունենալ ժողովրդավարություն, կայուն եւ իրական ժողովրդավարություն, այդ թեմատիկան հաշվի առնելով են հանգամանքը, որ մեր հայակվեի պետաիրավական հարցերի բովանդակային հանձնախմբում այս թեմաները քննարկվում եւ մենք քննարկեցինք պարլամենտի ձևավորման կարգը, շեմերի թեման, կուսակցությունների ժողովրդավարացման թեման քննարկեցինք եւ այժմ շարունակենք այս թեմայով քննարկումները մի շատ կարևոր հանգամանք կարողանանք հասկանալ, թե ոնց անենք, որպեսզի մերիտոկրատիայի տարրերը ներդրվեն մեր պետական կառավարման համակարգում եւ պետական կառավարման համակարգը այսպիսով դարձնենք ավելի արդյունավետ, փորձենք ունենալ իսկապես ազգային պետություն։ Հարգելի հեռուստադիտողներ, հարգելի հայրենակիցներ, այսօր տաղավարում Հայակվե հիմնասյուներ թողարկման հերթական զրույցն է, որտեղ Արմեն Մանվելյանի հետ, Հայակվեի վարչության անդամ Արմեն Մանվելյանի հետ կքննարկենք մի այսպիսի թեմա, պետական կառավարման ազգային մոդելը, երկպալատ խորհրդարան։ Հասկանանք այսինքն որն է պետական կառավարման ազգային մոդելը, ընդհանրապես ոնց անենք, որպեսզի ունենանք իսկապես ազգային պետություն եւ իսկապես ժողովրդավարական պետություն ու երկպալատ պարլամենտը, երկպալատ խորհրդարանը ինչ առումով դրան կարող են նպաստել։ Այսօր որ մենք տեսնում ենք ինչ է կատարվում, երբ որ մենք տեսնում ենք, որ պետությունը ամբողջապես դարձել է մեկ քաղաքական ուժի ձեռքի գործիքը նրա իշխանության պահպանման, պետությունը ծառայեցնում են միայն քաղաքական շահերին, պետությունը ռեպրեսիվ ապարատի է վերածվել վերից վար, սկսած դատախազությունից, քննչական մարմիններից, հասնելով մինչև անգամ մանկապարտեզներ։ Բոլոր այսպես ուղղահայացը իշխանության ռեպրեսիվ ապարատի է վերածվել եւ մարդկանց ազատությունները ճնշում են, մարդիկ խոսքի ազատությունից իսկապես զրկված են։ Մենք խորանում ենք ավտորիտարիզմի մեջ եւ հասկանանք որն է դրա պատճառը։ Դրա պատճառը հիմնական այն է, որ մենք չունենք ազգային պետություն։ Ու ազգային պետություն չունենալը նաեւ նշանակում է չունենալ ժողովրդավարական պետություն։ Երբ որ մենք ունենանք ազգային պետություն, մենք կունենանք նաեւ ժողովրդավարական պետություն։ Արի առաջարկում եմ Արմեն ջան, սկսենք այդ պետության ձախողվածությունը ցույց տալուց, ինչու եւ ինչպես է ձախողվել մեր պետությունը եւ որոնք են դրա համակարգային պատճառները, համակարգային ինչ խնդիրներ են առկա այստեղ։ Շնորհակալություն Մենո ջան, իսկապես շատ կարևոր թեմաներ են եւ արժե խոսել սրա մասին, մանավանդ ասենց ասեմ, ձախողված պետության գաղափարը ցավոք սրտի նոր չէ եւ ժամանակը ցույց տվեց, երբ որ դու գնում ես պետության կառուցման ճանապարհով, քեզ թվում է թե գնում ես արդեն ինչ որ մի ուղիով, որով բոլորն անցել են, ապա դու ինչ որ տեղ կհասնես։ Համաշխարհային փորձը լրիվ հակառակն է ցույց տալի։
արևմտյան են մոդելները, որ կա, որ այսօր պոպուլյար են եւ աշխարհի շատ երկրներում ներդրված, որ իրենց 90%-ի դեպքում չեն աշխատում։ Որտեղ բավարար չէ այդ մոդելը վերցնել։ Դու պետք է նաեւ դնես այն մի մշակութային կամ ազգային համակարգում, որը դա կընդունի, որը մաս է կազմում դա, որտեղ ցանկացած պետություն ինքը հիմնված է մի քանի գաղափարական հիմքի վրա, մեկը օրինակ քաղաքական դպրոցի վրա, խնձորենու վրա, ասենք ծիրան պատվաստել։ Հա։ Կամ էլ ինչ որ դրա արդյունքում կստացվի ինչ որ հիբրիդ է, մենք հիմա ասենք այդ հիբրիդային համակարգում ենք ապրում, այդ ինձ հիշեցնում է Խորհրդային Միության տարիները, երբ ասենք թե դրսից մեքենաներ, Mercedes կամ BMW ներմուծել հնարավոր չէր, բայց հայ երիտասարդները սիրում էին այն Ժիգուլի վրա խփել այդ BMW-ի, Mercedes-ի նշանը, այտենց պատտվում էին։ Հիմա մեր պետությունը իր ձևի մեջ վերջին 35 տարում կառուցվել հենց այդ սկզբունքով։ Մենք հետ խորհրդային տարիներին վերցրել ենք այն վատագույնը, որ կար խորհրդային համակարգից, իրականության մեջ նաև ոչնչացրել ենք լավագույնը, օրինակ մեր կրթական համակարգը, մեր տնտեսական, արդյունաբերական, գիտատեխնիկական համակարգը ոչնչացրել ենք, բայց վերցրել ենք այդ համակարգից իր կոռումպացվածությունը մեկ, իր իրավական պատժիչ դատախազական իրավապահ համակարգ, հենց այդ որովհետև սովետական միության տարիներին հենց պատժիչ համակարգ էր։ KGB կոչվածը, որ հիմա կոչվում է ԱԱԾ, նույն ֆունկցիան է կատարում, որ մարդկանց է հետապնդում եւ նրանց նկատմամբ հսկողություն սահմանում կամ գաղտնալսումներ, այսինքն այդ վատագույնը մենք վերցրել ենք սովետական միությունից, հետո որ են խփել ենք ինչ որ մի արևմտյան համակարգ, ասում ենք մենք իբր թե ժողովրդավարական պետություն ենք։ Այսինքն այդ փաստացի այսօր իրավիճակում ենք, որ ինչպես որ ասացիր, մեր պետությունը նմանվում է Mercedes-ի նշանով վատ քշվող Ժիգուլի, հա, որը նաև այնքան հին է, որ արդեն հազիվատեղ է շարժում։ Հիմա իսկն ստեղ պետք է ֆունդամենտալ փոփոխություն, իսկն ստեղ տեղական փոփոխություններով ինչ-որ բան լավացնելով, վատացնելով ոչինչ չի ստացվի։ Որտեւ այն սահմանադրություններն են, որոնք մենք պարբերաբար փոխում ենք, ոնց որ ձեռնոցների նման, էլի վերցված արևմտյան տարբեր մոդելներից, որոնք իրականության մեջ նորից չեն աշխատում, որտեւ նայեք, պետությունը ինքը հիմնվում է նաև որոշակի գաղափարական եւ մշակութային հիմքի վրա, այդ գաղափարական հիմքում նաև քաղաքագիտական դպրոցներն են։ Արևմտյան քաղաքագիտական դպրոցը էականորեն տարբերում է արևելյանից, ասենք չինականից, հնդկականից կամ արաբականից կամ իսլամականից։ Որտեղ նրանց հասարակությունների պահանջները այլ են, մեր հասարակության պահանջը այլ է, անվտանգային միջավայրերը այլ են, մերը այլ է։ Բացի դրանից նրանք անցել են այլ պատմական ուղի։ Շատ կարևոր է քո պետությունը կապված լինի քո պատմության հետ եւ քո մշակույթի։ Իդեպ Չերչիլն էր ասում, եթե մենք մեր մշակույթը չենք պաշտպանում, մեր ինչին է պետք է պետությունը։ Սա շատ կարևոր է, որովհետեւ մշակույթը դա միայն երկու պարտ չէ, ինչպես շատերը կարծում։ Մշակույթը նաեւ քաղաքական են դպրոցներն են կամ պետական կառավարման են շկոլաներն են, որը դու ժամանակի ընթացքում ստեղծում ես։ Այդ ցավոք սրտի այս ամենը չի արվել։ Վերցրել ենք օրինակի համար մենք այն անգամ քննարկեցինք կուսակցական համակարգը, մեր կուսակցական բոլոր համակարգերը նեոբոլշևիկյան են։ Դե իրանց համագումարներով, տենց հարյուրներով հավաքում են միաձայն քվեարկությամբ եւ այլն, Ստալինյան այդ համակարգի կամ հիմա Հյուսեյն Կորեայի։ Հա, կուսակցական համակարգ ունենք, որովհետեւ ձևն է այդպես, որ այդպես անհրաժեշտ ձև ունենք, բայց իրականում կուսակցություններ չունենք։ Ոնց որ ասենք, ոնց որ յուրաքանչյուր պետություն ունի կուսակցություն, մենք էլ պետք է ունենանք կուսակցություն, անկախ նրանից թե դրա տակ ինչ ենք մենք տեսնում, ինչ ենք դնում։ Հիմա այս ամենի բացակայությունը բերել են, որ մենք ձախողվել ենք, ասենց ասենք։ Այդ ձախողումներն էլ արի հասկանանք, որտեղ ենք ձախողվել։ Առաջինը ձախողվել ենք հենց ժողովրդավարության մեջ։ Մենք չունենք ժողովրդավարություն իսկապես, այն ինչ որ մենք տեսնում ենք, չունենք ժողովրդավարություն։ Մենք յուրաքանչյուրս մեզնից շատ անհանգիստ է, որ մեր անձնական տարածք կարող են ներխուժել, մտնել, գաղտնալսել, նկարել, ներխուժում են, եւ անում են, այո, իհարկե, անում են, ու կոնկրետ նկատի ունեմ ես, դու եւ նաեւ մեզ նայող բոլոր նրանք, ովքեր իրենց խոսքով, իրենց գործունեությամբ հանկարծ ինչ որ մի փոքր անհանգստություն կպատճառեն, այդ անհանգստությանը հանդիման ոչ թե քաղաքական իշխանության կողմից կլինի քաղաքական խոսք, քաղաքական քննադատություն, քաղաքական հակադարձում, այլ պետության օղակները, պետության ինստիտուտները օգտագործելով մարդկանց անձնական կյանքը դարձնել հանրային քննարկման առարկա, ջրի երես հանել, կարող է մարդը շատ անմեղ վիճակում էլ, բայց իր անձնական տարածքը հանել դնել մարդկանց դիմաց եւ ճնշել մարդկանց դրանով։ Սա ուղղակի խայտառակություն է։ Ինչ որ կներես դու նշեցիր, սա հենց ձախողված պետության թիվ 1 նշան է։ Եվ որ ամբողջ պետական համակարգը ոչ թե ծառայում է պետությանը, ժողովրդին։
Իսկ մենք եկեք այդ ֆորմուլան էլ տանք, որ պետությունը դա ժողովուրդն է։ Որտեղ ժողովուրդն է կառուցում պետություն, ինքը հանուն ժողովրդի եւ նրա շահերը պաշտպանել ան։ Բայց երբ որ դա արդեն դառնում է ինչ որ մի քաղաքական կլանի անունը դրենք կուսակցություն կամ ինչ դրենք մենք շահերի պաշտպան, ինքը վերածվում է ռեպրեսիվ ապարատ եւ ոնց որ դու նշեցիր վերևից ներքև իրենք զբաղված են միայն ռեպրեսիաներով, այլ բանի համար իրենք պիտանի չեն։ Սա արդեն ձախողման թիվ 1 նշան է։ Երկրորդ նշանը ձախողման այն է, որ այսօր կրիմինալի մակարդակը շատ աճել է։ Թմրանյութերի տարածվածության հանգամանքը, սպանությունների թիվը, վրեժխնդրությունները տարբեր որտեղի են ունենում, մենք այսօր իսկապես Պրոբլեմ ունենք այն պատճառով, որովհետև իրավական համակարգը, որ պետքա զբաղվի իր խնդրով, իր իրավապահ համակարգի խնդրով, ինչով է զբաղվում իրավապահ համակարգը, զբաղվում է ընդդիմադիրների այլընտրանքները վերացնելու, ընդդիմությունը խեղդելու խնդրով է զբաղվում իրավապահ համակարգը։ Օրինակի համար ասենք Սամվել Կարապետյանի գործով 50 քանի քննիչ է, նույնը Սրբազանի եւ 18 անմեղ արդարների գործով եւս 50 քանի քննիչներ են։ Այսինքն այն դեպքում որ Հայաստան այսօր դա էլ է ցուցիչ դարել նարկոտիկների վաճառքի երկր, այսինքն ով էր լսում որ Հայաստանում կարող է ինչ-որ 1-2 դեպք լինեն, բայց որ sense massայաբար նարկոտիկների վաճառք լինի, սա նույնպես կամ որ քնչականից փող են գողանում։ էլի քնչական կողմից։ Սա նույնպես ձախողման այդ նշաններից մեկն է, այսինքն առաջին այն է որ ինքը դառնում է ռեպրեսիվ ապարատ, բայց այդ ռեպրեսիվ ապարատը աշխատում է ընդդեմ քաղաքական ընդդիմությանը կամ քաղաքական հայաց կամ քաղաքական կարծիք ունեցող անձանց։ Սա մեկ, երկրորդը դա կրիմինալը սկսում է դրա արդյունքում ծաղկել եւ իսկապես եւ նշաններից մեկը արդարության համակարգի բացակայություն, դա հենց վենդետա կոչվածն է։ Եվ որ մարդիկ սկսում են իրենք ասենք արդարությունը փորձում են իրենց պատկերացման վերցնել իրենց ձեռը։ Սա եւս ձախողված պետության ցուցիչներից մեկն է։ Ուղղակի խայտարակությունը, երբ որ մարդը հայտ է, Սամվել Կարապետյանը քաղաքական հայտ է ներկայացնում, դիցուք։ Եվ դրա համար 54 քննիչ նրանով զբաղվում է քաղաքական հայտ ներկայացնելու։ Այսինքն ինքը ընդամենը մի բառ է արցան մեր ձևով եւ մյուս հանգամանքը ձախողման աղքատության էս բարձր մակարդակն է։ Այն որ 502,000 թոշակառու այսօր ստանում է շատ ավելի քիչ թոշակ միջին կարգով, քան մինիմալ սպառողական պարենային զամբյուղն է, այսինքն այնքան թոշակ, որ իրենք չկարողանան իրենց ֆիզիոլոգիական այսպես ասած օրգանիզմի գործունեությունը ապահովելու համար անհրաժեշտ սնունդ ընդունել։ Նայ, մենք որ ասում ենք Հայաստան ազգային պետություն չի, սա նաև սրացուցիչ է, որտեվ հայկական էթնոգենեզի մեջ, այսինքն մեր ավանդության մեջ, մեր համար հարգանքը մեծի նկատմամբ սա կարևորագույն արժեհամակարգային պայմաններից մեկն է, գերկարևոր հարգանքը մեծի նկատմամբ։ Իսկ այդ հարգանքը արտահայտվում է նաև հենց այդ հոգացությամբ եւ բարձր թոշակներով, որ պետք է տրվի։ Այսինքն հայաքվեն, որ սկսել ենք մենք այս թոշակների թեման, ինչի համար ենք սկսել, որտեղ մենք գտնում ենք, որ ազգային պետության հիմնաքարերից մեկը դա հարգանքն են մարդկանց նկատմամբ, ովքեր ահռելի ներդրում ունեն այս պետության կառուցման, հասարակության կայացման, ընտանիք ստեղծելու ինստիտուտի կայացման եւ այլն գործում։ Եվ այդ հարգանքը այդ մարդկանց նկատմամբ սա նույնպես հենց ազգային պետությանն է հատուկ։ Եվ այն փասը, որ այսօր դա չի կատարում, սա նաև եւս եւ ձախողման նշան է, եւ ցույց է տալիս, որ մենք չունենք ազգային պետություն, որտեղ կա իշխանություն եւ ոչ թե կառավարություն իրական, որտեղ իշխում են եւ ոչ թե կառավարում են։ Իդեպ սա էլ այդ կառավարման թեման էլ է կարևոր, որտեղ նույնպես սա ձախողման խնդիրն է։ Երբ որ Հայաստանում երբեք չի եղել, չկա ու երբեք չի եղել կառավարման որոշակի մոդել։ Այսինքն երբեք չի կարևորել կառավարման խնդիրը, կառավարիչներ երբեք մենք չենք ունեցել։ Մենք ունեցենք իշխման մոդել։ Այսինքն որ մարդիկ գալիս են իշխանության եւ ասում են լավ է, եկանք հասանք տեղ, հիմա մենք սկսելու ենք իշխել։ Այսինքն մեր հայտնի հեքիաթը Քաչնազարի օրինակն է, որ ասում են Քաչնազարն էլ էր իշխում, ինչեւ այդ պետությունը չքանդվեց։ Այսինքն մեր մոտ գործում է այդ իշխման մոդելը, այլ ոչ թե կառավարման, որովհետեւ կառավարումը պահանջում է որոշակի պարտականություն, օրինակ որ պահանջում է գիտելիք, կառավարման մշակույթ է պահանջում, կառավարման փորձ է պահանջում, հաշվետվողականություն է պահանջում, իրական հաշվետվողականություն։ Ու այս ամենի հիմքում ու երբ որ դու այս խնդիրները դնում ես քո երկրի կառավարիչների առաջ, դու հասկանում ես, որ ամեն մարդ չէ որ կարող է երկիրը կառավարել։ Այսինքն այն մյուս մոդելը,
ձախողման պետության հիմքում կա նաև այն հայտնի բոլշևիկյան մոդելը, որ ասում են ամեն մի տնային տնտեսուհի դա Լենինն էր, ասում կարող է պետություն կառավարել, չէ դա հենց ձախողման հիմքերից մեկը, չի կարող ամեն տնային տնտեսուհի պետություն կառավարել, պետության որտեվ շատ տնային տնտեսուհիներ այսօրվա եթե համատենք այսօրվա մեր իշխողների հետ եւ վարչապետի, դրանք իսկապես կարող են ավելի լավ կառավարեն, բայց խնդիրը հետեւյալում է, որ կառավարումը սա իսկապես շատ կարեւոր է։ Օրինակի համար հայակվեն դա շատ կարեւոր է հենց մեր կազմակերպությունը եւ օրինակի համար մենք ինչու ենք մեր քաղաքական թիմի լիդերը Ավետիք Չալաբյանը, որովհետեւ Ավետիկը կառավարում է այդ հսկայական փորձառություն ունի, այո, երկար տարիներ գիտելիք, փորձ ունի եւ որոշակի այդ կառավարման այդ մշակույթի իր կառավարումը ինչքան այն բոլոր ստրուկտուրաներում, որ ինքը որ կառավարել է, այն բոլոր բավական կառույցներում, այդ բոլոր կառույցները շատ կարճ ժամանակում աճ են ցույց տվել։ Եվ դա շատ կարևոր է նաև հենց այդ մշակույթի տեսանկյունից, հա, օրինակ հենց առիթն է եւ պետք է մենք ասենք այո, եւ պետք է այդ մասին էլ խոսենք։ Մենք միշտ հայակվեն իր առանձնանում է իր համեստությամբ, այսպես ասենք, որ մենք մեզ չենք գովում։ Այստեղ գովելու խնդիր չէ, այստեղ պարզապես պետք է հանրությանը որոշ կարևոր հանգամանքներ ցույց տանք։ Որ օրինակ մեր պարագայում, մեր կառույցի, մեր հայակվեի պարագայում, օրինակ Ավետիքը մեր իշխանը չի։ Ինքը առաջինն է հավասարների միջև, հավասարների մեջ, հավասարների շարքում։ Եվ հենց այդ մշակույթը, այդ ձևով վերաբերվելը յուրաքանչյուր մարդուն, այն հաշվետվողականության հանգամանքը, որ ասենք ներդրվում է, սրա կարևորագույն ցուցիչներից մեկն է եւ մենք առիթ ունենալու ենք դեռ այս մասին էլ խոսելու։ Եվ իսկապես կառավարումը շատ կարևոր է։ Եվ կառավարման փորձը որ կա, մենք պետք է կիրառենք նաև Հայաստանում։ Դա համար երբ որ դու իշխումից անցնում ես կառավարում, արդեն այստեղ լրիվ պահանջները փոխվում են։ Ու բարձր որ մարդը, հա, իշխանության կարա ձգտի ամեն մեկը, բայց երկիր կառավարել սա կներեք, էլի ոնց որ պատկերացրած ժողովրդավարության միջոցով որոշենք թե թռչող ինքնաթիռի օդաչուն ով կլինի։ Ու արդյունքում ընտրվում է նա, որ քշել չգիտի, բայց շատ պոպուլյար է, այսինքն կարա ինչ-որ խոստումներ տա եւ այլն, ու արդյունքում ինքնաթիռը ոչ թե վայրեջ կատարելի, այլ կործանվի։ Հիմա մենք դասական իմաստով այս կործանման ճանապարհի վրա ենք եւ մեր փորձը կանգնեցնել այս գործընթացը նաև հենց դրանում որ մենք գտնում ենք որ պետք է լինի համակարգ, երբ որ մարդիկ ովքեր ձգտում են քաղաքական իշխանության, նաև որոշակի կառավարման փորձ ունենան։ Այդ մշակույթի կրողներն են եւ այս առումով նույնպես հայակվեն շատ մեծ տեղ է տալիս այս գործընթացներին։ Հիմա դրա հետ կապված Արմեն ջան, մենք մեր նախորդ հենց զրույցի ժամանակ մի հատ այսպիսի կամ չգիտեմ, ես ու դու ենք, թե ես ու Կամենդացյանն ենք, չեմ հիշում, կարևոր չի, կարևոր այն է, որ մի հատ այսպիսի շատ ճիշտ ձևակերպում ենք արել, որ ավտորիտարիզմը Հայաստանում եւ այս ձախողվածությունը ունի իրավական հիմքեր, որոշակի սահմանադրա իրավական հիմքեր։ Եվ այսօր մենք հիմա գալիս ենք նրան, թե սահմանադրա իրավական հիմքերի մեջ մենք ինչ փոփոխություն կարևոր պետք է անենք, որպեսզի ունենանք ազգային պետություն, ունենանք կառավարում իշխելու փոխարեն եւ ունենանք իսկական իրական աշխատող ժողովրդավարություն։ Այս թեման արդեն 1-2 անգամ մենք թեթև փոքր թույլ դոզաներով հաղորդակցել ենք։ Խոսքը գնում է երկպալատ պարլամենտի մասին, երկպալատ խորհրդարանի մասին եւ հիմա պետքա հասկանանք ինչու երկպալատ խորհրդարան, ինչ է իրանից դա ներկայացնելու եւ ինչպես է երկպալատ խորհրդարանի հանգամանքը նպաստելու, չենք ասում, որ դա է միակ պայմանը, բայց շատ կարևոր նպաստող պայման է ունենալու ազգային պետություն, ունենալու կառավարում եւ ունենալու իրական ժողովրդավարություն։ Արի այս մասին էլ խոսենք։ Շատ կարևոր հարց է բարձրացնում, մանավանդ իսկապես սա էլ ճիշտ շեշտադրում արեցիր, որ այսօրվա ավտորիտարիզմի հիմքը իրավական որոշակի հիմք ունի եւ այսօրվա սահմանադրությունը եւ օրենքները հնարավորություն են տալիս ստեղծելու հենց ավտոկրատ համակարգ, որը եւ արնում են մարդիկ ու ազատ կերպով, ասենց ասեմ, օգտվում են դրանից։ Հիմա նմանատիպ համակարգի մեղման կամ, ասենց ասեմ, որպեսզի հետագայում այդ գայթակղությունը չլինի ստեղծել ավտոկրատ համակարգ, աշխարհի շատ երկրներ կիրառում են այսպես կոչված երկպալատ համակարգերը։ Իրեւ ասեմ, երկպալատ համակարգը տարածված է շատ երկրներում
եւ կա այն մոլորություն Պարտադիր չի որ ֆեդերալիզմի վրա։ ու կա այն մոլորություն, որ իբրե դա միայն հատուկ է ֆեդերատիվ պետություն է, ընդհակառակ օրինակ նույն ասենք Իռլանդիան, էլի միատարր պետություն է, բայց ունի նաեւ սենատ, ասենք ասենք։ Ունենք տարպետություններ, որոնք ունենք Իտալիան էլ, նույն Եվրոպայում Իտալիան էլ ինքը երկպալատ համակարգ է, բայց ու Ֆրանսիան կամ եւ այլն, այսինքն շատ օրինակներ կան, երբ որ եվրոպական։ Ինչի համար է դա արվում։ Երկպալատ համակարգ է։ Հիմնական դա արվում է երկրում ներքաղաքական կայունություն լինելու համար։ Արի էլ բացենք Արմեն ջան։ Արի էլ բացենք, այդ ինչ է։ Արի բացենք, սա իսկապես շատ կարևոր է։ Երկպալատ համակարգում պալատներից մեկը դա ասենց ասեմ ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցչական մարմին է։ Բայց ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցչական մարմինը ունի մի քանի առավելություն եւ թերություն։ Առավելությունները, որ ինքը անդադ փոփոխական է։ Այնտեղ կարող կան նոր քաղաքական ուժեր, նոր քաղաքական գեներացիա, նոր քաղաքական միտք եւ այլն։ Այս կողմով ինքը շատ ինովացիոն է, շատ կարեւոր։ Բայց միաժամանակ այդ անդադ փոփոխությունները կարող են բերեն քաղաքական ճգնաժամերի։ Կարող է բերել նա, որ ինչ որ մի քաղաքական ուժ կարող է հենց ամբողջովին այդ խորհրդանը գրավել, ասենց ասենք օրինական պոպուլիզմի արդյունքում։ Այսօրվա ամենամոդայիկ պոպուլիզմի արդյունքում եւ սկսել իր կամքը թելադրել եւ ստեղծել հենց այդ ավտոկրատիկ համակարգը, բռնատիրական համակարգը։ Սրան հակադրվում է երկրորդ պալատը, որը երբեմն կոչվում է վերին պալատ, էական չի, երկրորդ պալատը, որը ստեղծվում է այլ սկզբունքով, մերիտոկրատական սկզբունքով, որտեղ արդեն ընտրվում են կամ նշանակվում են մարդիկ, որոնք որոշակի անցյալ ունեն, որոշակի հեղինակություն ունեն այդ հասարակության մեջ։ Դրանք կարող են նախկին քաղաքական գործիչներ լինեն, որոնք արդեն հեռացել են, դիվանագետներ, տարբեր զինվորականներ նախկին, որոնք այլևս ակտիվ գործունեությամբ չեն զբաղվում, նախկին դատավորներ, դատախազներ, մշակույթի գործիչներ, գիտնականներ եւ այլն, այսինքն ձևավորում է մի համակարգ, որը որոշակիորեն վերահսկողության իր մոդելը ունի հենց այդ առաջին պալատի նկատմամբ, որը ներկայացուցչական է։ Սա շատ կարևոր է, որպեսզի սա ի տարբերություն առաջին պալատին սա ավելի պահպանողական է, կոնսերվատիվ է։ Իր պահպանողականության մեջ ինքը կարողանում է զսպել, որպեսզի այդ հավասարակշռման մեխանիզմները ստեղծում։ Այսինքն մեկը ինովացիոն շատ արագ փոփոխվող, ասենց ասենք առաջատար, բայց միաժամանակ շատ ճգնաժամային, իր մեջ ճգնաժամային դեպքեր են եղել, որ աշխարհի շատ երկրներում, օրինակ հենց նույն եվրոպական երկրներում անընդհատ իշխանություններ են փոխվել։ Իտալիայում ժամանակ եղել 1 տարվա ընթացքում 11 վարչապետ է փոխվել ճգնաժամի պատճառով։ Բելգիայում ընդհանրապես եղել է տարիներ, որ չեն կարողացել կառավարություն ձևավորել։ Բայց քանի որ այստեղ կան նաև վերին պալատ համակարգին, կարողանում է այդ հավասարակշռությունը պահպանել, որտեղ ինքը ավելի պահպանողական է իր ձևի մեջ։ Այսինքն սա միմյանց հավասարակշռելու որոշակի մեխանիզմներ է։ Արի սրա այս մի քիչ ավելի է բացենք Արմեն ջան, սա շատ ավելի շատ խորքային հարց է եւ կարեւոր է սա հասկանալ։ Առաջին պալատում սովորաբար այսպես ասենք, այսինքն քաղաքական այդ կուսակցությունների ուժերի անդամներ են դառնում, հաճախ դառնում են անձինք, ովքեր ինչ որ լուրջ փորձառություններ չեն ունենում, ովքեր որ մտնում են քաղաքական պայքարի մեջ, օրինակ ասենք իրենց ամբիցիաների զուտ պատճառով կամ ինչ որ անձնական հաշիվներով, անձնական թեմաներով ու շատ հաճախ ինչ որ խորքային գիտելիքներ, փորձառություն, անցած ճանապարհ, զգուշավորություն չեն ունենում, ավելի ռիսկային են, ավելի տաքարյուն են, ավելի կամ չգիտեմ, լոյալության հանգամանքներով պայմանավորված ցուցակներ են կազմում, ասենք ամենավստահելի մարդկանց դնելով, հա, այս սկզբունքով են ձևավորվում շատ ժամանակ քաղաքական կուսակցությունները ու մենք շատ լավ դա տեսնում ենք։ Ու դրա արդյունքում հաճախ ընդունվում են շտապողականությամբ օրենքներ են ընդունվում։ Օրինակ ես կարող եմ բերել 236-րդ հոդվածը քրեական օրենսգրքի, որը որ վերաբերում է հավաքներին այդ նյութական շահագրգռության հանգամանքը ապահովելուն, որով հենց Ավետիք Չալաբյանը գնաց մի քանի ամիս այդպես կալանավորվեց եւ այլն, հա։ Մինչդեռ հենց նույն Վենետիկի հանձնաժողովը ասել էր, որ պրոբլեմ չի դա այդ հանգամանքը, երբ որ ասենք, չգիտեմ, դու մարդկանց բերում ես հավաքի ու իրանց համար, ասենք, մարդկանց հրավիրում ես կամ կանչում ես, բերում ես հավաքի ու դրա համար, ասենք, իրանց սնունդ ես ենթադրենք ապահովում, օրինակի համար եմ ասում։ Ո՞ս տալիս սնունդը իրանք։ Կամ այդ սնունդը, ասենք, իրանք բան են, հա, ու ասենք դրա համար մարդուն դնում են, դատում են այն դեպքում, երբ որ արևմտյան շատ ժողովրդավարություններում դա ոնց որ նաև հատուկ կազմակերպություններ են զբաղվում այդ գործերով, ասենք միտինգներ, բաներ կազմակերպելու գործը։ Հիմա կա ավելի վատ օրինակներ, երբ որ մարդկանց կալանում են,
ամենաթեթև նույնիսկ ասած եմ հանցանքների համար, այսինքն Հանցանքների էլ չէ, պարզապես դանոսի համար, ոնց որ օրինակ կաթողիկոսի եղբորը ու որը ասենք թե աշխարհի շատ երկրներում այդ նմանատիպ քրեական գործերի դեպքում նույնիսկ ասենց ասեմ ոչ մի սահմանափակում չեն դրում, Հայաստանում իսկույն տանում են կալանքի եւ ցանկացած գործով դրա համար արդյունքում այսօր Հայաստանում կալանավորված առանց դատավճիռի կալանավորված մարդիկ ավելի շատ են, քան թե դատավճիռով բանտերում գտնվողները։ Սա յուրօրինակ բան է, էլի, ընդհանրապես Եվրոպայում սա երևի մենք թիվ 1 երկիրն ենք այս առումով։ Եվ այսպիսով շատ են լինում դեպքեր, որ հենց զուտ քաղաքական ուժերով ձևավորված պարլամենտը, զուտ կուսակցական հիմքով ձևավորված պարլամենտը շտապողականությամբ, հարկադրանքով, զորբայությամբ, հրամայական ինչ-որ գործելակերպով ընդունում է օրենքներ, որոնք վնասակար են լինում։ Օրենքները լինում են հակաիրավական։ Ի վերջո պետք է հասկանանք, որ մեր երկրում ոչ թե օրենքի, այլ իրավունքի գերակայություն է, որովհետև օրենքները կարող են իրավունքին ընդհանուր առմամբ հակասել։ Եվ մյուս կարևոր հանգամանքը այն է, որ սովորաբար վերին պալատի անդամները ընտրվում են կամ նշանակվում են, ավելի երկար ժամանակով, եւ դա որոշակի կայունություն է ապահովում այն տեսանկյունից, որ քաղաքական փոփոխվող քամիներին պարլամենտը դիմադրում է։ Դաբես պետական համակարգը դիմադրում է։ Պարլամենտի անդադպողություն չի բերում նա, որ ասենք թե պետական համակարգի չինովնիկները, որոնք որոշակի ամիսը մեկ KGB-ի ասենք բան փոխի, կարող են ասենք թե ամեն նոր ընտրությունից հետո ամբողջ նախարարության բոլոր աշխատողներն հեռացնեն իրենց մարդկանց։ Այսինքն սա բերում է անընդհատ սիստեմատիկ ճգնաժամ։ Եվ ոչ միայն նախարարության, այլ որ ավելի կարևոր է եւ ավելի վտանգավոր է իրավապահ համակարգին, իրավապահ համակարգի գլուխներին, գլխավորներին փոխել ըստ իրենց նպատակահարմարության։ Սա է ուրեմն կարևոր խնդիրը։ Մյուս կարևոր հանգամանքը այն պալատի, որի մասին որ մենք խոսում ենք, պայմանականորեն ասած վերին պալատ կամ երկրորդ պալատ, որ այստեղ աշխատում են կրթություն ունեցող, լավ կրթություն ունեցող, թրծված մարդիկ, գիտելիքներ խոր ունեցող իրավաբաններ, ինչպես նշեցիր, դիվանագետներ, մանկավարժներ, զինվորականներ եւ այլն, ովքեր այս մարդիկ հարցերի նկատմամբ շատ ավելի մասնագիտական, շատ ավելի խոհուն հայացք ունեն, այսպիսով երկրորդ հայացք է ապահովում օրենսդրական գործընթացների նկատմամբ եւ դա շատ այդպես հավասարակշռում է, շատ հավասարակշռում է։ Եվ այդ պալատը ինքը կարևոր է նաև նրանով, որ ինքը հանդիսանում է հենց պետության կայունության կարևորագույն հիմքը։ Եվ այն օրենքները, որոնք ընդունվում են արդեն ներկայացական պալատի կողմից, իրանք որոշակիորեն նաև վետո իրավունք ունեն այդ օրենքների նկատմամբ, եթե դրանք հակասում են, ասենք թե գործող սահմանադրության։ Գործող հիմնական օրենքներին, որոնց ասենք թե գերկարևորը մեր համար, ասենք հայակվեն մենք սկսել ենք անկախության հռչակագրի պաշտպանությամբ։ Պատկերացրու օրենքներ են ընդունում, որոնք անկախության հռչակագրին են հակասում, այսինքն այս դեպքում այս պալատը նաև վետո իրավունք ունի եւ կարող է այդ հավասարակշռությունը մտցնել թույլ չտալու համար, որտեղ սա էլ շեշտենք հատուկ, որ այդ պալատը որպես կանոն անկուսակցական է։ Սա շատ կարևոր պայմաններից մեկն է։ Այսինքն կուսակցությունների ազդեցությունը պետք է ինչ-որտեղ կանգ առնի։ Օրինակ Հայաստանում չկա տենց բան։ Այսօր դատախազություններն են կուսակցականացված, բուհերն են կուսակցականացված, բուհերն էլ, ասենք թե երեք քննարկում եք այդ մարդու իրավունքների պաշտպանելը կուսակցականացված, ամեն ինչ կուսակցականացված է։ Սա շատ լրջագույն, սա նորից եմ գրում։ Սա նեոբոլշևիզմ է, որ կոմունիստական կուսակցությունը միահայցան կերպով իշխում էր։ Այդ միահայցան իշխման այս համակարգին որոշակիորեն հավասարակշռելու համար հենց հարկավոր է երկրորդ այդ պալատը, որը կուսակցական չէ, սա կարևորագույն պայմաններից։ Այսինքն, երբ որ մենք ունենում ենք երկրորդ պալատ, ինքը ինչ է անելու։ Առաջին հերթին արգելափակելու է, վետո է դնելու բոլոր այն օրենքների վրա, որ ընդունում է առաջին պալատը, որը որ կհամարվի, որ հակասում է մեր սահմանադրությանը, հակասում է մեր ազգային պետական շահերին, հակասում է ժողովրդավարությանը, հակասում է տարբեր հանգամանքներին։ Առաջինը այս վետոյի կիրառման իրավունքն է, որ վերապահվելու է այս կառույցին։ Եվ երկրորդը խորհրդարանական վերահսկողությունն է գործադիրի եւ նաեւ իրավապահ համակարգի նկատմամբ, այսինքն որ չլինի այնպիսի վիճակ, որ դատա իրավական համակարգը
հայտնվի քաղաքական իշխանության ազդեցության տակ։ Ինչը հենց հիմա կա։ Ինչը հենց հիմա կա, այո, կարևորագույն ֆունկցիան այն է խորհրդարանական վերահսկողության, որ դատական իրավական համակարգի անկախությունը երաշխավորվի։ Այո, որպես կանոն, այդ երկրորդ պալատը որ ստեղծում է, դատաիրավական համակարգի շատ պաշտոններ նշանակում են նրանց կողմից։ Եվ իրենք ազատված են կուսակցական կախվածությունից, քաղաքական կոնյունկտուրայի կախվածությունից, եւ որ քաղաքական ուժը փոխվում է նաեւ, չգիտեմ, Գերագույն դատարանի կամ Սահմանադրական դատարանի անդամները եւ այլն, հիշենք, որ օրինակի համար այսօրվա Սահմանադրական դատարանը ընդունվել է մի օրենքով, որ նույնիսկ նախագահան չի ստորագրել։ Այսինքն նմանատիպ իրավախախտումները կդադարեցվի, օրինակ հենց այս պահին Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հարձակումներ ա գնում քաղաքական համակարգի կողմից եւ չկա մի մարմին, որը հակասահմանադրական է, սա ասենք։ Այսինքն գնում է հենց հիմա հակասահմանադրական գործընթաց քաղաքական իշխանության կողմից եւ չկա ոչ թե մարմին, որպեսզի թույլ չտա դա, որ ասի, գիտեք, սա հակասահմանադրական է։ Դուք սա անելու իրավունք չունեք, դուք խառնվելու կրոնական կազմակերպության ներքին գործերին իրավունք չունեք, դուք անկախ նրանից թե դուք ով եք, ինչ կրոնական ուղղվածություն ունեք։ Այսինքն այս սահմանափակումները շատ կարևոր են պետության կայացման համար։ Մեր պետությունը չի կայանում առաջին հերթին նաև սրա պատճառով, որ Հայաստանում ամեն մեկը գալիս է իշխանության, բոլոր կուսակցությունները եւ սրանք առավել եւս, եւ սկսում են անել այն ամենը, ինչ որ ուզում են։ Եվ իրենց անպատժելիության հիմքում իշխանությունը զավթելու իրենց հանգամանքն է։ Այսինքն, երբ որ դու իշխանության ես գալիս, նույնիսկ եթե օրինական ճանապարհ, ապա սա չի նշանակում, որ դու կարող ես անել աբսոլյուտ այն ամենը, ինչ որ ցանկանում ես, կամ կարաս խախտես այն ամենը, ինչ որ ցանկանում ես, որտեղ սա բերում է ծնում է երկրորդ հանգամանքին։ Այսինքն, այս մարդիկ ամեն կերպ ուզում են մնան իշխանության, քանի որ հասկանում են, եթե կորցնեն, ապա հայտնվելու են բանտերում։ Այսինքն, իշխանության գալու հանգամանքը չպետք է բերի նա, որ դու դառնաս հանցագործ 1 ու վախ, որ դու կհայտնվես բանտում 2։ Այսինքն այս վերահսկողության բացակայությունը հենց ծնում է այս անպատժելիության մթնոլորտը։ Այսօր Հայաստանում անպատժելիության մթնոլորտ է, ու անկեղծ ենք, միշտ է դա եղել։ Ու այդ անպատժելիությունը հենց բերում է նրան, որ նրանք արդեն սկսում են վախենալ, գալիս են ընտրություններ, ոնց մյուս հանգամանքը, ոնց կեղծենք ընտրությունները։ Այսինքն, երբ որ դու անդադ պարբերաբար չունես այս հավասարակշռման մեխանիզմները, չունես իշխանությունը գործող կառավարություն, չունի վերահսկում իր նկատմամբ, ապա սա բերում է առաջին պարբերաբար հանցագործությունների, անպատժելիության մթնոլորտի, եւ որպես կանոն սա բերում է ամենավատագույնի ընտրությունները կեղծելու ցանկության։ Այո, եթե առաջ ժողովրդի կամքը ոտնահարվում էր լցոնումների, քվյատուփեր գողանալու միջոցով ավելի շատ։ Հիմա այդ ցիկլից մենք ճիշտ է դուրս ենք եկել, կարծում եմ, գոնե 2017 թվականի ընտրություններից սկսած, բայց հիմա ժողովրդի կամքը շատ ավելի կոպիտ ձևով ոտնահարվում է այն իմաստով, որ այլընտրանքները խեղդվում են, վերածվում են, ընդդիմությունը խեղդվում է բնում եւ չի ձևավորվում այլընտրանք, չի ձևավորվում ընդդիմություն, ու այդ չձևավորումը տեղի է ունենում պետական մարմինների իրավապահ համակարգի կողմից քաղաքական պատվերով գործադրվող բռնությունների արդյունքում։ Սա բացառելու համար պետք է ունենալ խորհրդարանական վերահսկողություն։ Նախ ես ուզում եմ հիշեցնել, որ մենք մեր առաջին զրույցի ժամանակ ասում ենք, որ իրավապահ համակարգի այդ առանցքային պաշտոնյաներին պետք է շատ ավելի մեծ կոնսենսուսով ընտրեն ազգային ժողովը, հա, պարլամենտը, առաջին պալատը, այսպես պայմանականորեն ասենք, հա, ոչ թե այնպիսի վիճակ չլինի, որ միայն իշխող ուժը, իշխող կուսակցությունը ընտրի դատախազ, նշանակի դատախազ կամ նշանակի ԱԱԾ-ի պետ կամ նշանակի բարձրագույն դատական խորհրդի անդամներին եւ այլն, այլ շատ մեծ, ուրեմն լայն սպեկտրը լինի, այսինքն այնպիսի հեղինակություններ լինեն, որոնք որ վայելեն եւ իշխանության ներկայացուցիչների եւ ընդդիմության վստահությունը, բայց բացի այդ էլ նաեւ դրանով հանդերձել այդ նշանակված մարդիկ, երբ որ դուրս գան իրենց իրավասությունների շրջանակներից, սահմանադրական իրավասությունների շրջանակներից, նրանց օրենքի դաշտ բերելու պոզիտիվ մեխանիզմ լինի։ Կամ նույն քաղաքական, ասենք, մեծամասնությունը չկարողանա իրավիճակ ստեղծի, որ ազատի այդ մարդկանց, որոնք որ դուրս են եկել, ենթադրենք չեն անում այն, ինչ որ իրենք ուզում են, եւ այդ որոշումը, որ ենթադրենք, ասենք,
դատախազին ուզում են ազատել ժամկետից շուտ, որովհետև դատախազը անում է մի բան, որ իշխանության շահերից չի բխում, այդ երկրորդ պալատը կարողանա այդ որոշումը բեկանել, այդ որոշումի վրա վետո դնել։ Նայեք, այս առումով երկու բան եմ ուզում հիշեցնել։ Այս որ մենք խոսում ենք նախ այդ ժողովրդավարության հետ պահով, ինչի է պետք է երկրորդ պալատը նորից միջազգային օրինակից փորձից, երբ որ Իտալիայում համընդհանուր ընտրություն թույլատրություն տրվեց, ապա առաջին մարդը որ դարձավ այդ երկրի վարչապետ, դա Մուսոլինին էր։ Ու ինչի հանգեցրեց Մուսոլինին, ունենալով աբսոլյուտ իշխանություն եւ վերահսկողություն, սա այդ է մի շարք պատերազմներով երկրի կործանում եւ վերջում երկրի օկուպացիա։ Ու sense դեպքերը ցավոք սրտի շատ են։ Նույնը վերաբերում է նաև իրավապահ համակարգին։ Ինքը որոշակի առումով հատկապես դատական համակարգը պետք է դուրս բերվի քաղաքական վերահսկողությունից ընդհանրապես ու քաղաքական իշխանություն, այդ պահին քաղաքական իշխանության կողմից նշանակումից։ Եվ նրանք պետք է գտնվել ավելի հենց այդ, որ խոսում ենք երկրորդ պալատի ստեղծման մասին, որ անկուսակցական է, այն նրանց կողմից նշանակումների հանգամանքում։ Այսինքն ավելի շատ այս մարմինը պետք է զբաղվի այդ նշանակումներով, հաշվի առնելով նրա փորձը, նրա գիտելիքը, որտեվ սա էլ շեշտենք, որ այս պալատում կարող են հայտնվել մարդիկ, որոնք բավական լրջագույն փորձ ունեն։ Որտեվ նայեք, մենք եւս մի հանգաման կա, որը մենք շատ քիչ ենք հաշվի առնում, բայց որը շատ կարեւոր է, դա ցենզային համակարգ։ Ես հենց ուզում եի ոնց որ այդ հարցը ոնց որ բարձրացնել, Արմեն ջան, միանգամից դրան ասնենք, հիմա շատ մոտավոր ձևերով, էլի, ոչ ինչ որ ստույգ ձևակերպումներով, քանի որ մենք այս հարցը բերում ենք քաղաքական դաշտ քննարկման համար, նաև մոտավոր ձևով մեր պատկերացումները, ասենք այն մասին, թե ինչպես է, ինչ սկզբունքներով է ձևավորվելու այդ երկրորդ պալատը եւ ինչ ցենզեր են այստեղ լինելու։ Նայ, ցենզը շատ կարեւոր է, որովհետեւ ես հիշում եմ, որ նախորդ անգամ դուք որ Հովհաննեսի հետ Իշխանյան խոսում էիք, օրինակ, մարդու իրավունքների պաշտպանի, որի ցենզը, ասենք թե 25 տարեկան, որը ոչ միայն ծիծաղել է, որը նաև վտանգավոր է։ Չի կարող 25 տարեկան երիտասարդ աղջիկ լինի թե տղա, դառնա այդ մարդու իրավունքների պաշտպան, դրա համար ահռելի փորձ է պետք։ Իրավապաշտպան ոլորտի փորձառություն։ Իրավապաշտպան փորձ, գիտելիքա պետք, վճռականություն ու կամքա պետք է այդ ամեն աշխատանք, որը եւ նաև համբերություն էլ է պետք, սա էլ ասեմ, սա շատ կարեւոր է, գալիս է տարիների ընթացքում, փորձի հետ է գալիս, իրավապաշտպան աշխատանքի հետ է գալիս, տարբեր բնագավառներում աշխատանք։ Այ մենք գտնում ենք, որ որոշակի ցենզային համակարգ պիտի մտցնի։ Սա նաև մինչև դրան ասեմ ինչու է սա նաև կարեւոր։ Երբ որ երիտասարդը գիտի, օրինակ համար բու ավարտ կամ որը նորը կյանք մտնում, որ որոշակի պաշտոններին կամ որոշակի դիրքի հասնել նրան պետք է որոշակի ցենզեր հաղթարել, սա ինքը նաև գնում է դեպի կրթության։ Որտեղ կրթական ցենզերն էլ են կարևոր։ Սա բավարար չէ, ասենք թե մարդը 24-25 տարեկանում բու հավարտի եւ ապա 20 տարի չկրթվի։ Այսինքն ինքը պետք է անընդհատ կրթություն ստանա, որտեղ տարբեր պաշտոնների համար նաև բարձր կրթական ցենզեր են պետք եւ պետք է եւ մեկ մագիստրոսական, շատ դեպքերում երկրորդ մագիստրոսական ծրագրերը եւ այլն, որովհետեւ դրվի այդ մարդուն է երկրորդ կամ երրորդ մագիստրոսական ծրագրով անցել է, թե ոչ, օրինակ համար կարող ինքը շատ լավ իրավաբանել է, բայց որոշակի պաշտոնների համար պահանջում նաև կառավարման փորձ եւ կառավարման գիտելիք, այսինքն կարեւոր է ինքը ինչ որ տարիքային խմբում գնա եւ սկսի կառավարման գիտելիք ստանա, որպեսզի գումարվի իր այն գիտելիքին, որ ինքը ունի։ Այսինքն ցենզերից մեկը դա կրթական ցենզն է։ Շատ մենք շատ են կարևորում, որպեսզի մարդը անընդհատ կրթվի։ Տարիների փորձի հետ միասին ստանա որոշակի կրթություն, ստանա 1, 2, 3 տարբեր ուղղություններով կառավարման կրթություն ստանա, եթե ձգտում է կառավարման համակարգի եւ այլն։ Շատ կարեւոր մյուս ցենզը դա, քանի որ մենք գնում ենք նաեւ որոշակիորեն պահեստազորային համակարգի ստեղծման, մենք կարևորում ենք, որպեսզի մարդիկ նաեւ պահեստազորային համակարգում փորձեն առաջ գնալ։ Սա էլ կարևոր ցենզ է լինելու հետագայում տարբեր պաշտոններ զբաղեցնելու, որովհետեւ Հայաստանը փոքր երկիր է եւ մեր երկրում պետք է երկրի պաշտպանություն լինի բոլորիս գործը։ Շատ կարևոր մյուս ցենզը դա աշխատանքային փորձի ցենզն է։ Այսինքն չի կարող մարդը գալ, օրինակի համար այսօր Հայաստանում չեմ ասում 27-20 տարեկան դատավորներ կան։ Օրինակ Միացյալ Նահանգներում շատ նահանգներում դատավոր դառնալու համար պետք է լինես 50+ տարեկան, ունենալով ահռելի աշխատանքային փորձ այդ բնավորությունները փաստաբանական, չգիտեմ, դատախազական աշխատանք, հետո ես ուզում եմ հիշեցնել, որ այս գործունեությունը վերահսկողության հետ է կապ ունենալու, իսկ դա նշանակում է, որ մարդը չի կարող արդյունավետ վերահսկողական ֆունկցիա իրականացնել, երբ որ նա չունի փորձ։
Երբ որ նա Եվ հենց այս փորձի կարևորությունը ամենակարևոր հանգամանքն է նաև այդ պալատում ընդգրկվելու համար։ Նու պարզա, երբ որ դու այդ փորձով անցնում ես, որոշակի արդեն տարիքի ես հասնում։ Եվ այդ տարիքային ցենզն էլ է կարևորը, որոշակի տարիքից հետո կարողանաս այդ պաշտոնները զբաղեցնել։ Այսինքն սա նշանակում է դու ունես աշխատանքային, գիտելիքահեն փորձ, տարբեր կրթություն ես ստացել, անընդհատ զարգացրել ես աշխատանքային փորձ եւ արդեն որոշակի տարիքից հետո դու կարողանում ես նաեւ զբաղեցնել։ Եվ ամենակարևոր հանգամանքը նաեւ այս մարդիկ պետք է որոշակիորեն վայելեն հասարակության վստահությունը, ճանաչելիությունը։ Եվ այդ ճանաչելիության վստահությամբ նրանք պետք է գան, որ իմանանք, ասենք թե այսօր երկրի կառավարման համակարգում կան մարդիկ, որոնք բնակչության մի հսկայական հատվածի վստահելիությունն են վայելում։ Սա էլ է շատ կարևոր, այս ինստիտուտի վերականգնումը, որտեղ նայենք վերջին տարիներին Հայաստանում, վերջին տարիներին, անկեղծ ասենք, վերջին 35 տարիներում, օրինակ մտավորական մարդու կերպարի, ասենք ստորացման, ոչնչացման գործընթաց է եղել։ Բավականին հիմնավոր դրված պետական տարբեր մակարդակներով, ինչը շատ սխալ էր ու սկսեց առաջ տարվել հաջողակ մարդու կերպար, որպես առաջ տարվող, չգիտեմ, փող աշխատողը ու կարող չի թե այդ փողին ոնց է հասնել։ Սպանությամբ, գրփելով, թե ինչ անելու եւ այլն։ Իսկ այս խելոք մտավորական մարդու կերպարը սկսեց ոչնչացվել, դարձավ կախված պետական համակարգից կախվածության մեջ գտնվող անձը։ Այդ էլի որ ասում էր օրինակ խորհրդային միության ժամանակ լավ բաներ կան, այդ լավ բաներից մեկն էլ էր, որ օրինակ դասախոսի գիտնականի կերպարը, ասենք, ինչքան ամենահարգված օրինակ մարդու կերպարը խորհրդային իմ տարիներից հիշում դա Վիկտոր Համբարձումն է։ Վիկտոր, ես էլ եմ փոքր ժամանակ, որ ասենք օրինակ բերել են մեծերը, ասել են Վիկտոր Համբարձումյանին ասել։ Ասել են Վիկտոր Համբարձումյանն պես մարդ դարձի։ Այդպես են ասել, ես հետո եմ սկսել հասկանալ, ուսումնասիրել ով է Վիկտոր Համբարձումյանը, ենթադրենք։ Կամ որ ես լսում էի երեխա ժամանակ պապս տատս մեղր էինք համում ու տենց հատուկ առանձնացված բան էին անում, համասանի դասախոս կար, այդ համասանի դասախոսինն է։ Այդ հարգանքը բան ես տեսել եմ այն ժամանակ, որ իդեպ այդ համակարգի ոչնչացումը նաև գնում է այսօրվա քաղաքական ռեժիմի կողմից առաջ քաշած շատ վտանգավոր մի լոզունգով, որը նաև հիմա ինձ ասացին, որ որոշ դպրոցներում կպցած է, որ լավ սովորի, որ լավ ապրես։ Սա շատ վտանգավոր է, ինչու որովհետև իրականում մեզ ինձ ու քեզ մեծացրել են ասելով լավ սովորի, որ լավ մարդ դառնաս։ Լավ մարդ դառնաս, այո։ Սա է կարևոր հանգամանքը, լավ մարդ լինելը։ Կարող է դու այս պայն մի փոքր էլ վատ ապրես, իսկ մյուսը շատ լավ ապրի, բայց այդ շատ լավ դու լավ մարդ լինես, լավ էլ կապրես։ Սա ամենալավ կարևորագույն հանգամանքն է, որը նաև մեր հայաքրեի գաղափարական հիմքում նաև էս է դրած, լավ մարդ լինելը։ Սա շատ դժվար է։ Մանավանդ այս պայմաններում, այս բռնաճնշումների պայմաններում լավ մարդ լինելու հանգամանքը երևում է նաև այն բան մեջ, թե դու ինչքան ես վճռական, քինդ, այո։ Եվ արդյոք դու վախենում ես խոսալ այսօրվա ռեժիմի դեմ, թե չես վախենում, որովհետև ասված սա շնչմագա չէ, մի վախեցի։ Հիմա գանք այսպես մյուս հարցին ցենզերի հանգամանքը հասկացանք, որ այո, պետք է լինի տարիքային ցենզ, պետք է լինի աշխատանքային այդպես փորձառության ցենզ, պետք է լինի կրթական ցենզ, եւ նաեւ այդ ցենզերը ինչ որ բաներով պետք է չափելիություն պետք է ունենան, ինչ որ բաներով պետք է արտահայտված լինեն։ Եթե ասենք մարդը գալիս է գիտակրթական կառույցներից, ուրեմն գիտական աստիճան, կոչում պետք է ունենա, եթե գալիս է, ասենք ուժային կառույցներից, ուրեմն ինչ որ պետք է բարձր զինվորական, սպայական, ասենք կոչում ունենա, դիվանագիտական, մշակութային ոլորտից, այո, պետք է ինչ որ մշակութային ճանաչելիություն եւ մշակույթի ոլորտում, ասենք վաստակավոր արտիստ պետք է լինի եւ այլն, կամ ասենք գալիս է դիվանագիտական ոլորտից, իրավապահ ոլորտից, այս ամեն ինչը ուրեմն ցենզերի հանգամանքը շատ կարեւոր է եւ հասկանալի է եւ մյուս հարցը էլի կարեւոր թե որտեղից են այս մարդիկ առաջադրվելու, ինչ կառույցներից են առաջադրվելու, ովքեր են առաջադրելու այդ մարդկանց եւ նաեւ տարբերակ ովքեր են նշանակելու, ով է առաջադրելու եւ ով է նշանակելու այս հանգամանքը։ Գայք, այս հանգամանքը տարբեր երկրներում տարբեր լուծումներ ունեն, մենք էլ մեր լուծումները կամ ունենք կամ քննարկումներ ունենք, որոնք վերջնական չկա։ Նայեք, օրինակ աշխարհի շատ երկրներում այդ մարդկանց առաջադրում են, որին կողմ ենք նայում ենք, տարբեր կազմակերպություններ, տարբեր միություններ, մասնագիտացված պրոֆեսիոնալ, նաև մասամբ պետական կառույցներ են դրա մեջ ներգրաված։ Օրինակի համար ասենք փաստաբանների պալատը, օրինակ, որը պետական կառույց չէ, բայց որը այնքան պետության կողմից ճանաչված կառույց է։ Պետության կողմից ճանաչված կառույց է, որը կարող է առաջադրել այն փաստաբաններ, որոնք ունեն մեծ վաստակ, մեծ հեղինակություն փաստաբանական միջավայրում եւ կարող են առաջադրել մարդկանց,
Ստեղծագործական միությունները, որոնք նորից Ստեղծագործական պետության կողմից միությունները, ճանաչված են, չէ՞։ կրթական, ասենք թե գիտությունների ազգային ակադեմիան, կրթական Բուհերը. միությունները, բուհերը առանձին, գիտական մարմինները առանձին, ասենք թե դիվանագիտական միությունները եւ այլն, այսինքն ստեղծված եւ ճանաչված պետության կողմից, որոնք կարող են էլի առաջադրել այն դիվանագետներ, որոնք այլևս ակտիվ դիվանագիտությամբ չեն զբաղվում, բայց իրենց ահռելի գիտելիք ունեն, փորձ ունեն, որ եւ այդ գիտելիքը եւ փորձը կարող են ներդրել։ Դատական համակարգ կարելի է տարբեր մարմինների այդ հնարավորությունն է, որոնք առաջադրեն տեխնացուների, որոնք եւ նույնպես այդ դատական համակարգում երկար տարիներ աշխատել են, ունեն ամբասիր վարկ, որտեղ նայ, այդ մարդիկ նախ պետք է ներկայացեն հանրությանը։ Եթե այդ մարդիկ կներեք, ասենք անցել են ինչ որ ոչ հարիր վարկ ունեն, իհարկե սա պետք է դա դառնա քննարկման առարկա։ Այո, եւ այստեղ շատ կարեւոր է նաեւ երկու այլ կառույցի ներկայացվածություն։ Առաջինը Սփյուռքն է։ Հա։ Սփյուռքն է, որովհետեւ մենք հայակվեն ասում է, որ մենք ազգային պետություն, որ ուզում ենք ձևավորել, այդ ազգային պետություն ասվածը, այդ ազգի ներքո միայն նկատի չունենք Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիներին։ Մենք նաեւ նկատի ունենք մեր այն հայրենակիցներին, որոնք այսօր իրերի բերումով հիմնականում ցեղասպանության հետևանքով դարձել են սփյուռք, եւ մենք խնդիր ունենք ձևավորելու Հայաստանակենտրոն հայերի եւ Հայաստանի Հանրապետության միջև ամուր հարաբերություններ, որի հիմքում հայ ժողովրդի, հայ ազգի, հայոց պետության շահն է, եւ հետեւապես այս մարդիկ եւս պետք է ներկայացված լինեն ու սփյուռքյան կառույցները, որոնք գործում են Հայաստանի Հանրապետությունում, իրենք եւս պետք է որոշակի քվոտա ունենան։ Անպայման նայեք, Հայաստանի հզորության հիմքը նաեւ մեր սփյուռքն է։ Այո։ Սենցը դասավորը Հայաստանը ահռելի մեծ սփյուռք ունի եւ հայաստանցիների ու հայերի շատ ավելի մեծ մաս ապրում է Հայաստանից դուրս, քան թե Հայաստանում, եւ սփյուռքի ներկայացվածությունը պետական համակարգերում շատ կարեւոր է։ Այո։ Այսօր ցավոք սրտի մի համակարգ է ստեղծած, որը փաստորեն բացառում է սփյուռքահայերի ներկայությունը Հայաստանում կամ ներկայացվածությունը, ասենք ասենք պետական համակարգերում, ինչը ես համարում եմ, որ սխալ է։ Հատկապես այն հայեր են, ովքեր եկել են Հայաստան, մշտական բնակություն են հաստատել Հայաստանում, ունեն երկհաղաքացիություն, իմ կարծիքով նրանք կարող են ակտիվ կերպով նաև ոչ միայն ընտրելու իրավունք ունենան, այլ նաև ընտրվելու եւ այլն։ Բայց վերին պալատի հետ կապված կամ երկրորդ պալատի հետ կապված, որ մենք խոսում ենք, իսկապես սա շատ կարևոր է, որպեսզի ինքը ընդգրկի ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլ ամբողջ Սփյուռքը, որտեղ սա մեր sense ասեմ, Սփյուռքը ոչ միայն մեր ֆինանսական կարողությունը, ոնց որ մենք սիրում ենք, չէ՞ միշտ, որ ֆինանսներ ակնկալել, այլ նաև մտավոր շատ հզոր պոտենցիալ ունեցող կառույցներ ունի, մտավոր, գիտական, կառավարման համակարգի եւ լոբիստական, իսկապես մեր լոբիզմի հիմքը եւ ուժը հենց այդ Սփյուռքն է։ Եվ Սփյուռքը շատ կարևոր է իսկապես, որ ներկայացված լինի, որպեսզի մենք կարողանանք այդ Սփյուռքի հետ աշխատել, որպեսզի Հայաստանը լինի, ասենց ասեմ, նաև որ ինչ որ չափով ներկայացած է մերձավոր արևելքում, որտեղ դեռ մինչև հիմա փառքասուկան հայկական գաղթօջախներ, հայկական համայնքներ, եւ ինչու՞ չէ, նաև ամբողջ աշխարհում, Ռուսաստանում, Եվրոպայում, Եվրամիությունում, Միացյալ Նահանգներում եւ ամենուր։ Եվ այս ներկայացությունը մեզ հնարավորություն է տալիս Սփյուռքի հետ ավելի ակտիվ աշխատել, ցույց տալ, որ Սփյուռքի ու օգտագործել Սփյուռքի գիտական պոտենցիալը, կառավարման փորձը, նրանց հնարավորությունները մեզ օգնելու Հայաստանը ել ավելի արագ զարգանալու համար, որտեվ այն ռեսուրսը, որ մենք ունենք հանձինը Սփյուռքի, մենք մինչև հիմա չեն կարողացել գրագետ կերպով օգտագործել։ Իսկ ահռելի ռեսուրս է։ Ու նաև Հայաստան-Սփյուռք այդ հարաբերությունների ոնց որ փիլիսոփայությունն էլի պետք է մի հատ այսպես փոխենք, որովհետև մեր պատմությանը պետք է մի հատ նայենք ու տեսնենք, որ մեր պատմության ընթացքում գաղթօջախները Սփյուռքը ինչ ահռելի նշանակություն են ունեցել հայկականության պահպանման, մեր պետության ստեղծման գործում, մեր քաղաքական մտքի ձևավորման կարևոր մի էտապը տեղի ունեցել գաղթօջախներում, եկեք հիշենք Մադրասի խմբակը, մասնավորապես Հնդկաստանը Մադրասի խմբակը, եկեք մասնավորապես հիշենք։ Եվ չնկատել սա կամ չգնահատել սա անթույլատրելի է։
եւ մեր պետության վերաբերմունքը նաեւ դա պետք է արտահայտի նրա նկատմամբ, որ Սփյուռքին պետք է տրվի համապատասխան իրավունքներ, ներկայացվածություն, ինչը կնպաստի, որ հայ ազգի ավելի ամբողջական հայացքը լինի Հայաստան պետության կառավարման մեջ, որ այդ պետությունը նաև պետք է լինի ամբողջ հայ ազգինը, ոչ թե միայն Հայաստանի Հանրապետության բնակչության պետությունը։ Նայեք, հիմա պետությունների կառավարման միտումները տանում են նրան, որ ստեղծում են շատ ցանցային կառույցներ, որոնք իրենց ձևի մեջ շատ ավելի ազդեցիկ են, քան առանձին վերցած պետությունները։ Ու այնպես է ստացվում, որ այդ ցանցային կառույցը մենք ունենք, անկախ մեր կամքից։ Հետևաբար պետք է այն օգտագործել եւ Հայաստան պետությունը հզորացնել։ Եվ այս ցանցային կառույցը կարող է մեզ նպաստել ոչ միայն ուղղակի կապեր հաստատելու համար, այլ նաեւ ամենակարևորը դու նշեցիր հայապահպանության համար։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Իսկ հայապահպանության հիմքը պետք է լինի Հայաստանի Հանրապետություն։ Այստեղից պետք է գնան այդ մեսիջները եւ արձագանքը գա Սփյուռքից։ Եվ Հայաստանը շատ մեծ ջանք պիտի դնի հայապահպանության համար, հայագիտության զարգացման համար, որի հիմքը եւս Սփյուռքյան մի շարք կառույցներ։ Նայեք, օրինակ համար Հայաստանը տասնյակ հայկական ամբիոններ կամ հայագիտական կենտրոններ կան աշխարհի առաջատար շատ համալսարաններում, որոնք գնալով թուլանում են, ադրբեջանականները ուժեղանում։ Այո, արհեստական կերպով ստեղծած ադրբեջանական ուժեղանում են, իսկ մեր հարյուրամյակներով գործող այդ կենտրոնները հայագիտական այլևս կգնալով վերանում են։ Այսինքն Սփյուռքի ներկայությունը շատ մեծ հզորություն է տալու Հայաստանին։ Մենք դառնալու ենք փոքր, sense կծկված թուրքական աշխարհի մեջ շրջապատված պետությունից գերհզոր պետություն կարող ենք դառնալ, եթե գրագետ կերպով այդ հանգամանքը օգտագործենք։ Ադրբեջանը չեղած Սփյուռք է սարքում, մենք մեր ունեցած Սփյուռքի հետ ուղղակի հարաբերությունները խզում ենք եւ վերացնում ենք մեր ունեցած Սփյուռքը, կտրում ենք արմատից։ Եվ մյուս կարևոր կառույցը, որ եւս որոշակի ներկայացվածություն պետք է ունենա երկրորդ պալատում, Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին է։ Սա նուրբ հարց է շատ ու շատ կարևոր է այստեղ 1-2 դիտարկումներ անել։ Սա չի նշանակում, որ որ պետությունը աշխարհիկ չէ։ Սա բացարձակ բան չենք անում, էլի մենք չենք ասում, որ աշխարհիկ պետության վերաբերյալ որևէ հետ կապված որևէ խնդիր չի առաջանում։ Եվ որպես այդ փաստարկի օկտին մի հատ փաստ, ասենք, որ Մեծ Բրիտանիայի լորդերի պալատում ներկայացված է նաև եկեղեցին, անգլիկան եկեղեցին։ Լորդերի պալատում ներկայացված են ազնվականներն էլ եւ եկեղեցին էլ է ներկայացված, իսկ դա չի նշանակում, որ Մեծ Բրիտանիան աշխարհիկ պետություն չէ։ Հետևաբար այս թեմայով ինչ որ բաներ փակելու համար, հարցեր փակելու համար մենք ի սկզբանե դա ֆիքսում ենք, ասում ենք, բայց միևնույն ժամանակ շատ ենք կարևորում Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու որոշակի ներկայությունը այստեղ, հաշվի առնելով, որ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին ամենաերկարակյաց ինստիտուցիոնալ այն համակարգն է, ինստիտուցիոնալ հիշողություն ունեցող կառույցն է, որ երբևիցե եղել է հայ ժողովրդի պատմության մեջ։ Հա, սա շատ կարևոր հանգամանք է, որտեղ իսկապես 1700-ամյա կառույց աշխարհի շատ քիչ երկրներ ունեն, որ երբեք չի ընդհատվել, անընդհատ եղել է։ Հիմա են փորձում ընդհատել, բայց համոզված եմ, որ շի բան չի ստացվի իրենց մոտ։ Հետևաբար, հա, նույնիսկ այն թագավորական, ասենք դեպի Մեծ Բրիտանիայի օրինակը բերեցի, իրանք ընդամենը մի 1000 տարվա, մի քանի 100 տարվա պատմություն է, 1700-ամյա պատմություն, շատ քիչ կառույցներ ունեն, որը իր մեջ նաև որոշակի իրենց մոտ 1215 թվականից է, չէ, 1265 թվականից է։ Հա, 13-րդ դարից։ Հա, բայց ինչևէ, հետեւաբար այս ռեսուրսը պետք է օգտագործել գրագետ կերպով, ճիշտ կերպով, որտեվ Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին ուղղակի կրոնական կազմակերպություն չէ։ Ու հատկապես այս վերջին տարիների ու պայքար այդ կառույցի դեմ ցույց տվեց, որ ինքը ազգային կառույց է։ Այո։ Եթե ինքը ազգային չլներ, իր դեմ չէին պայքարի, ինքը պատմական հիշողություն ունեցող ու պատմական անցյալ ունեցող կառույց է, ինքը որոշակի քաղաքական նաև ներքին ժողովրդավարական մշակույթ ունեցող կառույց է, ներքին իր քաղաքականությամբ եւ ժողովրդավարական եւ մերիտոկրատական։ Եվ այո, ու միակ երևի
եկեղեցական կառույցի աշխարհում, եթե վերցնենք 3 հիմնական եկեղեցիներ, դա կաթոլիկ, ուղղափառ եւ ապա առաքելական, որը նաեւ ներքին ժողովրդավարությունն է։ Ի տարբերություն ուղղափառ եւ կաթոլիկ եկեղեցիների։ Շատ ավելի բարձր մակարդակի ժողովրդավարության։ Հետևաբար այս պատմական այս փորձը մենք պետք է ընդհանրապես օգտագործենք, շատ գրագետ աշխատենք իրենց հետ, շատ կարողանանք նաև որոշ չափով իրենց ներկայություններ լինի, որ ընդհանրապես այդ պալատի երկրորդ պալատին կտա նաև շատ կարևոր հոգևոր հանգամանք, որտեղ մեր հոգևոր անվտանգությունը շատ կարևոր է։ Մենք այդ պալատը ստեղծում ենք որոշակի անվտանգային խնդիրներ լուծելու համար, ներքին կայունության համար, ճգնաժամերից խուսափելու համար, ճգնաժամերի պայմաններում երկրի կառավարումը չընդհատելու համար, շարունակականության համար, բայց նաև շատ կարևոր է հոգևոր անվտանգությունը, որտեղ Հայաստանում այդ հոգևոր դաշտում իշխում է մի իրավիճակ, երբ որ տարբեր անհասկանալի աղանդներ եւ այլն կամ տարբեր տիպի կառույցներ, որոնք շատ դեպքերում արգելված են աշխարհի, հենց արևմտյան աշխարհի շատ երկրներում, ներխուժել են Հայաստան եւ ազատ կերպով գործում են։ Եվ դրա դեմ ոչ մի քայլ պետությունը չի ձեռնարկում։ Ես շատ դեպքում լսում եմ, որ ասում են ինչու եկեղեցին դրա դեմ չի պայքարում, բայց դրա դեմ եկեղեցին չի կարող պայքարել։ Դրա դեմ կարող պայքարի պետությունը։ Երբ որ դու գործող իշխանությունը եւ եկեղեցին այդ ոչ մի հանգամանք չունեն, ապա ընդհակառակը շատ դեպքերում, օրինակ այսօր մենք տեսնում ենք ոնց են այդ աղանդավորական շատ կառույցների ընդդեմ եկեղեցու օգտագործում։ Այո, եւ եկեղեցու հայացքը այս պարագայում շատ կարեւոր է։ Մենք անտեսում ենք, շատ հաճախ ենք անտեսում հոգեվոր անվտանգության հանգամանքը, շատ հաճախ ենք անտեսում բարոյագիտության, էթիկայի հանգամանքը։ Այս երկու կարևոր հանգամանքները հենց եկեղեցու հայացքի միջոցով, եկեղեցու ներկայության միջոցով կլինի եւ ավելի կամբողջացնի այն բոլոր ֆունկցիաները, որ վերապահված է լինելու։ Չմոռանանք նաեւ, որ եկեղեցին նաեւ ինքը համաշխարհային է։ Հայաստանի առաքելական եկեղեցին իր թեմեր ունի բոլոր հայկական սփյուռքի բոլոր օջախներում։ Եվ նաև հարկավոր է այս հանգամանքները օգտագործել գրագետ կերպով, աշխատել։ Նույնիսկ այն երկրներում, որտեղ այսօր արդեն շատ քիչ հայ կա, օրինակ Հնդկաստանում, եկեղեցին իր ներկայությունը պահպանում է, եւ որ Հնդկաստանում համեթահայ չի մնացել։ Ժամանակին շատ մեծ գաղութ կար։ Եկեղեցին իր ներկայությունն ունի նաև շատ կարևոր քաղաքներում Երուսաղեմում, դա էլ չմոռանանք, եւ Երուսաղեմի քրիստոնյա թաղամասերից մեկը հայկական է, հենց է կոչվում է հայկական։ Ինքը ներկայություն ունի նաև Կոստանդնուպոլսում, այսօր որ Ստամբուլ է կոչվում, սա էլ է շատ կարևոր, որտեղ նորից աշխարհի բոլոր եկեղեցիները փորձում են, ասենք թե ուղղափառ եկեղեցու կենտրոնը համարվում է Պոլիսը։ Եվ այլն, սրանք կարևոր հանգամանքներ են, որը պետք է օգտագործել, այլ ոչ թե դրա դեմ պայքարել, որի գրագետ իշխանության եւ եկեղեցի գրագետ աշխատակի դեպքում մենք իսկապես կունենանք բավական հզոր պետական համակարգ, ու հենց ազգային պետական համակարգ։ Եղավ Արմեն ջան, շատ շնորհակալություն այսօրվա քննարկման համար, կարևոր քննարկում էր սա, եւ շատ մենք կարևոր հարցեր բարձրացրեցինք եւ խոսեցինք, եւ մենք այո ասում ենք, որ սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ են մեզ, բայց ոչ թե այդ սահմանադրական փոփոխությունները պետք է թելադրված լինեն դրսի օրակարգով, դրանք ոչ թե պետք է վերաբերեն մեր անկախության հռչակագրին, մեր պետության հիմնասյուներին, այլ ոչ, այլ նրան պետք է վերաբերեն, որ մեր պետությունը դառնա իսկապես ժողովրդավարական պետություն եւ իսկապես ազգային պետություն։ Իսկ այս տեսանկյունից երկրորդ պալատը պարլամենտի շատ մեծ նշանակություն կարող է ունենալ, ապահովելով իրական հավասարակշռություն, չթողնելով, որ պետությունը գլորվի ավտորիտարիզմի գիրկը եւ ապահովելով ազգային արժեքների տեղայնացումը։ Սրանով մեր այսօրվա զրույցը ավարտած համարենք, շնորհակալություն մեզ դիտելու հետևելու համար, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Հաջողություն։